Ես ասում Դավիթ Գրիգորյանս հոկտեմբերի 10-ին երեկոյան ժամը 8-ի կողմերը Facebook-յան հարթակի միջոցով գովազները որ sense թերթում ես լինում է տեսա որ փոխանակման կետ կա տարադրամի եւ կապնում եմ տվյալ փոխանակման տարադրամի հետ որ փոխանակում կատարենք $30,000 կապնում եմ հետ այդ ազնվորության խոսում տղա էր անունը հենց հիմա չեմ հիշում բայց ասել է խոսում ենք ու բարձում է որ մոտիկա ու աշխատում են որ կանք մոտիկանանք փոխանակումը կազմակերպենք Երևան City-ը Դավիթաշինա Երևան City-ը որ իրենց օֆիսում ունեն կանք մոտիկանանք դրանից հետո ասում եմ որ հեսա մի քիչ հետո ասեմ հստակ երբ կմոկանամ մոտիկանամ ու իջնում եմ Բանգլադեշ ընկերոջս մոտ որ իր հետ միասին գումարեցնենք եթանք գնանք ու ընթացքում որ զանգում ասում եմ որ մի քիչ ժամից կլինենք Դավիթաշին City-ում քանի որ իջնում եմ այդ տղայի մոտ ընկերոջս ընկերն է լինում ավելի շուտ բայց եւ ասեց ես եք ապոլ լինում իր հետ տվյալ մարդը մի քիչ ուշ է պատասխանում ու ժամանակ անցնում գցե մի 2 ժամի կարգի ժամանակ անցնում մի երկու անգամ էլ ընթացքում է զանգում ու ասեցի տեղասում եմ որ այնա հասնում ենք ոչ գործակալ մենամի տվեք ես Արսենը եւ մի հոգի անհետանում աղջիկը բարձանում ենք բանը Դավիթաշին Երևան City-ի դեմը զանգում եմ տվյալ մարդուն ու ասում որ բանը հասել ենք որտեղ բարձրանանք տվյալ մարդը ասում է որ քանի որ ուշ եք եկել մոտս մարդ է մտել իմ եղբայրս գտնում է սարահի դիմաց համարանիշը ասեմ ավտոյի մոտիկանակ իրան տարբերություն չկա կամ ես կամ ինքը կկազմակերպի ոչինչ հիմա որ ուշ ստացվել հաշվի համար ասա ուզում որտեղ գումարը փոխանցի գումարը հաշվի համար ուղարկում եմ միջեք այդ հաշվի համար ուղարկած եմ այդ Երևան City-ի դեմը հասնելը մոտիկանում եմ տվյալ ավտոմեքենայի տիրոջը ու հարցնում ինքը տեղ ինչ որ մայոթ հյանոց ասում տոլ ինչ sense անհասկանալի է քանի որ այդ հեռախոսը դրած ականջից խոսում էի ու հարցնում եմ ես ինչի աղբերն ես ասում է հա որ ասում է հա արդեն ես ադբոր եմ տալիս հեռախոսս քանի որ արդեն ինքը ասել է որ բան է իր աղբերն է տարբերություն չկա մնացած գործողությունը իր հետ կատարենք տեսնենք ոնց ենք անում ու հարցնում եմ բարձանանք վերև օֆիս նորից եւ ասած իմ պահովս հստակեցնում եմ մի հատ հասկանամ տեսնեմ ինչ ասում ասում է չէ եկեք ավտոն նստեցիք ես դեմն եմ նստում Արսենը հետ եմ նստում Արսենի մոտ է հենց գումարը որտեղ 3 հոգով էիք բայց 3 հոգով էիք մեկը մնում էր ավտոյի մեջ իմ ավտոյի մեջ նստած հենց այդ ավտոյի մեջ որ նստում ենք փոխանակումը կատարում 2 հոգով էինք Ներկայանում է Դավիթ անումով երիտասարդ մեծ սյուն ավտոյով սյուն հագնած տղա են որ նորմալ տպավորություն ոչ մի կասկած ոչ մի ուրիշ բան ասում է դե գումարը վերեք հաշվենք գումարը հանում ենք հաշվում ենք 1 միլիոն ռուբլի հաստատում ասում է ճիշտ է այն տողը հետ է կապով լինում որ ճիշտ է երկրորդ միլիոնը որ հաշվում է ասում է ճիշտ է տեղ հետո նայում տեսնում որ քիչ է ասում է ինչքան պիտի լինի բան մի հատ ես եմ հստակեցնում որ պայմանավորվել ենք $30,000 USD որ պիտի փոխանցի 2,380,000 ռուբլի ասում է քիչ է ես էլ եմ ինքս էլ եմ տեսնում որ քիչ է ու սենց ֆարում եմ Արսենի հետ խոսում բայց ոնց է ստացվել որ սենց քանի որ ես իջել եմ իրան վերցել բարձրացել ենք ճանապարհին ուզեցել ենք հաշվել չի ստացվել ամբողջությամբ գումարը հաշվենք, դες թողել ենք որ մի անգամից օֆիսումը հաշվենք ընդհանուր գումարը ու ինքն էլ ինձ այդ առումով բան չի ասել Սենց ֆորում եմ Արսենի հետ որ խոսամ բան հեռախոսը տալիս է ասում այս պակասի պահով կա խոսա վերցնում եմ խոսում տվյալ մարդուն ում հետ ես միջեք այդ կապի դուրս եկել որ փոխանակումը կազմակերպենք տվյալ մարդուն ասում որ գումարը քիչ ենք բերել դրա համաչափ տվեք մնացած երկու շաբթի որ կբերենք 280,000 ռուբլի մնացածն է կփոխանցեք
Տվյալ մարդու հետ մի երկու բերան խոսալուց հետո տվյալ մարդը ասում է դե որ պլանավոր ենք $30,000, $30,000 կուղարկեմ, ոչինչ, երկուշաբթի օրը պարտադիր կբերես, բայց օֆիսը համեկը ծանոթանանք։ Ասեցի լավ։ Հեռախոսը տալիս եմ նույն տուն, ասում է 2,100,000 մոտս է։ Ու սենց ֆորում եմ Արսենի հետ խոսում, մի հատ էլ տեղ էի զանգում։ Այդ ընթացքում սենց գումարը վերցնում է տվյալ մարդը, այն որ պիտի ասեի ուր է ստանում, որ գումարը չի նստել, այդ պահը պոստը ես իմ միամետություն եմ անում, տոլի ինչ եմ անում, գումարը վերցնում է դուրս գալիս, ասում է սպասեք։ Մտնում է Երևան City մտնում է մի 10 րոպեից հետո գրում եմ այդ տողը վրա, չի պատասխանում, զանգում եմ, չի պատասխանում։ Դուրս եմ գալիս ավտոյի դիմաց եմ նայում, տեսնում, որ տվյալ մարդի հեռախոսը համար կա ավտոյի վրա գրած։ Զանգում եմ, անհասկանալի ինչ որ բան էի ասում, բան անում, ասում արի ավտոյի մոտ։ Գալիս է, ասում բա ինչ ա եղել, ասում ախպերես, ես ոնց որ պայմանավորով ենք 40,000 աշխատեցի, հալամ 10,000 դառնել ավել գումար ստացա, բայց ոնց որ ախպերես քեզ գցել եմ։ Պարզվում է անձը, ով ներկայացել էր որպես արտարժույթ փոխանակողի եղբայրը, իրականում գործարքի է գնացել ընդամենը 40,000 դրամով և ստացել է նույնիսկ 10,000 դրամ հավելավճար։ Անձը պատմում է տուժողին, որ իրականում տաքսիստ է, ով ընդամենը 40,000 դրամի դիմաց գնացել է նման գործարքի։ Այդ մասին իմանալով Սասուն Գրիգորյանը ընդամենը դեպքից 15 րոպե անց զանգահարում է ոստիկանություն, սակայն ոստիկանությունն ուշանում է։ Մի 20 րոպե հետո նորից եմ զանգում ոստիկանություն, վախի չեք գալիս, ասում այսա կգան, զանգել ենք 40 րոպե դեպքից հետո արդեն քաղաքացիական ոստիկանությունից են զանգում, որ իջեք ստե, ասեմ բա կամերով բանով նայել է տեսնենք հազը հիմա նոր է, նայենք տեսնենք, ասում են ոչինչ դանք թո սահմանա, իջեք։ Իջնում ենք տվյալ ազնվորության մոտ, ես թղթային տարբերակով տալիս եմ, գրում եմ ոնց է դեպքը եղել, որ տվյալ մարդը Մեկ ոստիկանության բաժին, դեղ ներկայացնում ենք, թղթով ես գրում եմ, ոնց է դեպքը տեղի ունեցել, տվյալ մարդն էլ մոտս է լինում, Դավիթ անունով երիտասարդ է։ Ու հաստատում է, որ ինքն էլ է հաստատում, որ ինքը եղբայրը ներկայացել նրա համար, քանի որ տենց էին նախնականով պայմանավորվել։ Տուժողը Սասուն Գրիգորյանը փորձելով ինքնուրույն պարզել հանցագործի ինքնությունը նորից ընկերոջ հեռախոսահամարով զանգահարում է նույն հեռախոսահամարին, ներկայանում է իբրև մեկ այլ հաճախորդ, ում պետք է տարադրամի արտարժույթի փոխանակում։ Նրանք պայմանավորվում են, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ռիո մոլում։ Ես Յավաբանի հետ եմ կապնում, Յավաբանը տեղեկացնում, որ սենց պահա, տվյալ մարդիկ պատրաստ են, մենք երկու հոգով ենք, եթե կարիք կա, կարանք զանգեմ, ուրիշ մարդիկ էլ կան, բայց քանի որ էդի չդառնա մեր գլխով, իրավապահպան մարմինները, այսինքն սա Ռոզիսկի խումբը կամ ոստիկանության խումբը ճիշտ կլինի այդ հարցով, որ իրանք զբաղվեն, մենք էլ համագործակցենք, եթե պետք է մենք էլ գնանք, մասնակցենք, եթե կարիքը չլինի հեռախոսը տրամադրենք, իրանց աշխատակիցը քաղաքացիական համազգեստով այդքանը կազմակերպ։ Իրավաբանը քննիչ հետ խոսում է, ասում է ձևով ոնց պիտի էդի կազմակերպվի, որ մի հատ թողտ պիտի ուղարկի քննչական բանում Ռոզուսկը, որ ընդերից խումբ բանարվի, խումբ տրամադրեն, տվյալ մարդիկ արդեն օպերացիան կազմակերպի։ Տուժողն ու փաստաբանը նաև պատմում են, որ նմանատիպ դեպք ընդամենը 10 օր անց տեղի է ունեցել Ռիո մոլում, երբ անհայտ անձը փորձել է նորից հափշտակել գումար քաղաքացուց։ Դեպքից մոտ 10 օր հետո, 8 օր հետո է դա եղել։ Սակայն քննիչի միջնորդություն են, որ անհապաղ միջոց ձեռնարկի այդ հանցագործին մենք գտել ենք, էլի մոտավոր, որտեղ գալու են այդտեղ մեզնից նորից վեկալեն, նորից են խաբելու, նույն սխեման կրկնվում է։ Եկեք կանցնենք, էլի նոր հանցագործության կատարում։ Ու արդեն մոտ մի ամիս անցել, մենակ 3 ենք դրա որ պատասխան ստացել, այդ մեր միջնորդության վերաբերյալ էներ չի բավարարվել։
Քննչական կոմիտեից էլ Օրագիր Նյուզին հայտնեցին, որ տուժողը պետք է բողոք ներկայացնի քննչական կոմիտեի նախագահին, որին պատասխան կտրվի։ Այսպիսով Օրագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եղեք ուշադիր, այս եւ այլ մանրամասներին տեղեկանալու համար հետևեք Օրագիր Նյուզին։